Ես Գայանան Ամսարքսյան, սովորել եւ ավարտել եմ Մովսես Խորենացյան անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Դատական կարգադրիչի պաշտոնում որպես դատական կարգադրիչ, այնուհետև ավագ դատական կարգադրիչ աշխատում եմ 2015 թվականի հունվարից։ Սկզբում տեսա հայտարարությունը ազատ հաստիքի վերաբերյալ, քննարկելով ընտանիքիս անդամների հետ, ստանալով իրենց համաձայնությունը, դիմեցի ծառայություն։ Անցա հարցազրույց եւ նշանակվեց փորձաշրջան։ Փորձաշրջանս ավարտելուց հետո համապատասխան բաժնի ղեկավարի կողմից տրվել է կարծիք, որի հիման վրա նշանակվել եմ դատական կարգադրիչի պաշտոնում։ Նախապես քննարկել է եւ ստացել է ընտանիքիս անդամների համաձայնությունը։ Ես ինքս էլ համազգեստս կրում եմ սիրով եւ պատասխանատվությամբ։ Առաջին մասնագիտությունս դերսակի մասնագիտությունն է, որը ընտրել եմ մայրիկիս նախաձեռնությամբ, սակայն հետագայում իմ նախաձեռնությամբ ընտրեցի իրավագիտությունը։ Փորձել եմ արել քննիչի պաշտոնում աշխատելու համար, սակայն ծանրաբեռնվածությունը իրենց տեսնելով չեմ ցանկացել շարունակել։ Նախընտրությունը տվել եմ դատական կարգադրիչի պաշտոնում աշխատելուն։ Այս ընթացքում ծառայողական անհրաժեշտությունից ելնելով եղել են նաև տեղափոխություններ, ինչպես նաև գործուղում։ Մասնավորապես տեղափոխվել եմ դատական կարգադրիչների կենտրոնական մարմին ծառայություն իրականացնող բաժնում, ինչպես նաև գործուղման կարգավիճակով եղել եմ Վճռաբեկ դատարանում ծառայություն իրականացնող բաժնում։ Վախեր իհարկե կարող են լինել, եւ դա կարծում եմ բխում է պատասխանատվությունից, սակայն ժամանակի ընթացքում գործընկերների աջակցությամբ, հմտանալով աշխատանքի գործառույթների նրբություններին, վախը իր տեղը զիջում է արագ կողմնորոշվելուն։ Ինչպես բոլոր դատարաններում, այնպես էլ սնագության դատարաններում աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 9-ից, սակայն դատական կարգադրիչներս աշխատանք ենք ներկայանում 8:45, անցնել շարային ստուգատես եւ ստանալ օրվա վերակարգի հրանգավորում։ Օրվա վերակարգի հրանգավորումը իրենից ներկայացնում է յուրաքանչյուր դատական կարգադրիչ պատասխանատու է նշանակվում մի կետի, իհարկե անհրաժեշտության դեպքում միմյանց փոխարինելով։ Դատական կարգադրիչը նիստերի դահլիճում պատասխանատու է դատական նիստի բնականոն ընթացքին, անձանց անվտանգության համար, լինում են նիստեր, լարվածությունից ելնելով անձանց մոտ, կարող են լինել հոգեհուզական ցնցումներ, որոնք ուղեկցվում են վարքային տարբեր դրսևորումներով, ագրեսիվությամբ։ Նման դեպքերում դատական կարգադրիչից իմացություն եւ պատրաստակամություն է պահանջում անձի վարքը, ապրումները գնահատելու, միջամտելու համար։ Միջամտությունը կատարվում է զրույցի տեսքով, սահուն կերպով, այնպես որպեսզի չբախվենք անձի իրավունքներին եւ օրինական շահերին։ Լինում են դատական գործեր, որոնք իրենց բնույթով տպավորվում են։ Նման դեպքերում ձգտում ենք անձամբ ներկա լինել դատական նիստին, որպեսզի տեսնենք ինչպիսի հանգուցալուծում է գտել դատարանը։ Եղել է գործ, որի վերջնական արդյունքը ինձ հետաքրքրել է իր բնույթից ելնելով, սակայն չեմ կարողացել ներկա գտնվել ավարտին, հետաքրքրել է, այնուհետև իմացել եմ ինչպիսի ավարտ է ունեցել այն։ Դատական կարգադրիչները իրենց առօրյա գործառույթներն իրականացնելիս իրավունք ունեն պարզելու դատարանում գործող անձի ինքնությունը, դատարանի որոշման հիման վրա հեռացնելու կամ սահմանափակելու մատնանշված անձի մուտքը, ինչպես նաև զննության ենթարկելու դատարանում գործող անձանց եւ նրանց իրերը։ Զննությունը իրականացվում է անվտանգության նկատառումներից ելնելով։ Այն իրականացվում է համապատասխան սեռի դատական կարգադրիչի կողմից։ Զննության իրավական կարգավորումը տրված է Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի ԲԴԽ 5N2 որոշմամբ։ Կոնֆլիկտներ առաջանում են միայն զննության հետ կապված, սակայն մեր զրույցի միջոցով բացատրում ենք, որ զննությունը իրականացվում է անվտանգության նկատառումներից ելնելով եւ այն մեր կամայականության արդյունք չէ։ Գալիս ենք ընդհանուր հայտարարի զննություն իրականացնում ենք անձը մուտք է գործում դատարան։ Ոլորտում խնդիր, որ կցանկանայի բարձրացնել, դատական կարգադրիչի մեծ պատասխանատվության հետ լինելու մեկտեղ ցածր վարձատրությունն է, սակայն միևնույն ժամանակ դատական կարգադրիչներս մեր աշխատանքը կատարում ենք սիրով։ Աշխատանքի եւ ընտանիքի
համադրության մեջ բարդությունը միայն կայանում է ժամանակի առումով, սակայն հայկինը ուժեղ է իր կերպարով եւ ճիշտ կազմակերպելու դեպքում կարող է հասցնել եւ ընտանիքի անդամներին ժամանակ տրամադրել եւ աշխատանքը կատարել, չանտեսելով եւ մեկը եւ մյուսը։ Կին ցանկացողներին, ովքեր ցանկանում են դատական կարգադրիչի պաշտոնում ընդգրկվելու, խորհուրդ կտամ, որ հետաքրքիր է իր բնույթով, պատասխանատու է շատ, կարող են դիմել, փորձել, վստահ եմ, կշարունակեն երկար ժամանակ աշխատել։ Ստեսություն ձեզ։